Այս դահլիճում են 2012 թվականի օլիմպիական խաղերին պատրաստում էր առաջատար ծանրորդները։ Մեր նպատակը լինելու է ապրիլի 6-ից 16-ը Անտանիայում կայանալի Եվրոպայի առաջանը նորմալ թիմով մասնակցել։ Եվրոպայի առաջությունից հետո նոր մեր գերխնդիրը կլինի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում շատ լուրջ մարզիկներով համալրել թիմը եւ պատրաստվել օլիմպիական խաղերին։ Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիրում են մարզում նաեւ մեր բռնցքամարտիկները, որոնք օլիմպիական ուղեգրերի համար դեռ պետք է մասնակցեն Թուրքիայում նախատեսված վարկանիշային մրցաշարին։ Սա գտնվում է մեր 18 բռնցքամարտիկ, ինչպես ասեմ, 6-ը գնալու են Ֆինլանդիա, 6-ը գնալու են Բուլղարիա, մնացածները օգնում են։ Ֆինլանդիայից հետո Բուլղարիայից հետո կորոշենք, ովքեր են արժանի մեկնել Թուրքիա վարկանիշային մրցաշարին։ Նույն դահլիճում իր մարզումներն է անցկացնում նաև Վրաստանի բռնցքամարտի հավաքականը։ Մեր հարևան հանրապետության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել փորձ եւ վարպետություն ձեռք բերելու համար։ Очень большая честь, что мы тренируемся с армянской командой, с такой большой командой, которую знает весь мир. Հայաստանի թիմերը ուսավակը կավարտեն փետրվարի 20-ին։ Ծանոթները կվերադառնան իրենց ակումբները եւ կշարունակեն մարզումները, իսկ բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի։ Գագիկ Եղիազարյան, IFF